19-ամյա ֆրանսուհի Կլեյլիա Վերդիեն հայտնվել է մի իրավիճակում, որը դժվար է պատկերացնել նույնիսկ ամենաֆանտաստիկ ֆիլմերում։ Ինքնասպանության փորձից հետո նա 3 շաբաթով արհեստական կոմայում էր գտնվում, սակայն երբ 21 օր անց աղջիկն արթնացել է, նրա առաջին հարցը շոկի է ենթարկել բոլորին, թե որտեղ են իմ երեխաները։ Պարզվում է, քանի դեռ բժիշկները պայքարում էին նրա մարմնի համար, Կլեյայի ուղեղը ստեղծել էր մի զուգահեռ իրականություն, որտեղ նա ապրել էր 7 լիարժեք տարի։ Այդ կյանքում նա սիրահարվել էր, ամուսնացել եւ ունեցել 3 երեխա։ Աղջիկը հիշում էր իր զավակների ձայնը, նրանց բնավորության գծերը, առաջին քայլերը եւ նույնիսկ այն ցավը եւ խուճապը, որ զգացել էր ծննդաբերության ժամանակ։ Նրա համար այդ ամենն ավելի քան իրական էր։ Բժիշկները բացատրում են, որ սա ուղեղի յուրօրինակ պաշտպանական ռեակցիա է։ Արհեստական կոմայի մեջ գիտակցությունը լիովին չի անջատվում։ Այն կարող է որսալ հիվանդանոցային ձայները կամ բժշկական միջամտության ցավը եւ դրանք երազների մեջ այլ ձև վերարտադրել։ Քանի որ նման վիճակում ժամանակի զգացողությունը լիովին աղավաղվում է, ուղեղը կարող է մի քանի րոպե մշակել որպես ամիսներ կամ տարիներ, ստեղծելով հարյուրավոր հիշողություններ վայրկյանների ընթացքում։ Այժմ Կլեյան գտնվում է հոգեբանական ծանր վիճակում։ Նրա համար ամենադժվարը ոչ թե ֆիզիկական ապաքինումն է, այլ իրական սուգը։ Թեև նրա բանականությունը հասկանում է, որ այդ երեխաները եւ ամուսինը երբեք չեն եղել, նրա սիրտը շարունակում է կարոտել նրանց։ Նա ստիպված է հրաժեշտ տալ մի ընտանիքի, որը գոյություն է ունեցել միայն իր ներաշխարհում։ Այս դեպքը եւս մեկ անգամ փաստում է, թե որքան հզոր եւ անկանխատեսելի կարող է լինել մարդկային գիտակցությունը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։